Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Աղայանի հետ։ Ողջույն, պարոն Աղայան։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել եւ տրամադրել եք ձեր ժամանակը մեր հարցին պատասխանելու։ Շնորհակալություն։ Ընտրությունների արդյունքները, նախնական արդյունքները արդեն հայտարարված են, փաստացի ինչ ստացվեց։ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չունեցավ, սա առաջին հարցն էր, եւ երկրորդը արդյոք այն տեղերը, որոնք բաշխվել են եւ որոնք այժմ ընդդիմությունը ունենալու է ազգային ժողովում, ասենք անցած ազգային ժողովի կազմում դա իրենց հնարավորություն չտվեց, օրինակ impeachment-ի հարցը մտցնելու օրակարգ, այժմ բավարար է ձայների քանակը լինելու, տեղերի քանակը լինելու, որպեսզի օրինակ այդպիսի հարց կարողանան մտցնել օրակարգ։ Եվ այսպես ինչ ունենք այս պահին։ Ինչ վերաբերում է սահմանադրական մեծամասնությանը, դա իսկապես հայտարարված նպատակ էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այսինքն դա ոչ թե նպատակ էր հայտարարվել, այլ մի տեսակ ինքը ոնց որ կանխատեսել էր, որ մենք անգամ փայլուն արդյունք ենք արձանագրելու, որ սահմանադրական մեծամասնություն ենք ունենալու, մի քիչ նման էր Սերժ Սարգսյանի քանի տոկոս պետքա խփել այդ ոչի արտահայտություններ, բայց ես չեմ կարծում, որ իրատեսական հարթության մեջ իրենք այդպես անպայման սահմանադրական մեծամասնության ակնկալիք ունեին։ Ես կարծում եմ իրանք կանխատեսումներ չէին անում, այլ ուղղակի հաշվարկներ էին անում, որովհետև այն ահռելի մեխանիզմը, որ աշխատացրեցին ընտրություններում իրենց քվեները հավաքագրելու համար, դա համեմատելի էր եւ նույնիսկ գերազանցում էր ՀՀԿ-ի ավանդական գործելավոճին, ուղղակի այն ժամանակ փողը ուղղակի էր բաժանվում, այս անգամ ընտրակեղծիքները մի քիչ ավելի պետական մակարդակ էին կրում, սոցիալական ինչ-որ նվիրատվությունների տեսքով, պետական օրենքներով, բաներով իրականացվող եւ բազմաթիվ այլ վարչական ռեսուրսի օգտագործումով, չգիտեմ, շքերթներով, օտարազգիների հրավերներով եւ այլն, այս ամբողջով հանդերձ իրենք գիտեին, թե յուրաքանչյուր տեղամասում քանի հոգի է իրենց ընտրելու։ Այդպիսի հաշվարկների հիման վրա իրենք ինչ որ կանխատեսումներ էին անում։ Ինչպես, օրինակ, դե ուղղակի խոսել էին արդեն։ Գիտեին, ես ում եմ տալու, կամ դու ում ես։ Չգիտեին, բայց ով որ իրենց տալու էր, նրանց արդեն մի տեսակ հաշվառել է։ Դա իհարկե շեղում ունի, այտենց չի որ այտենց ճշգրիտ գիտեն, բայց մոտավորապես պատկերացնում են։ Դա իր ասենք առավելագույն ցուցանիշներով դա միգուցե հասներ սահմանադրական մեծամասնության, բայց բնականաբար առավելագույնը չի լինում է ասենք համեմատաբար սպասելին։ Եվ այս տեսակետից փաստորեն ԿՊ-ն ստացել է այն արդյունքը, ինչը որ գիտեր արդեն իր աշխատանքի փուլում, սահմանադրական մեծամասնություն որ չի ստացել, դա 6 մանդատ է ընդամենը պակասում։ Այսպես ասենք, այս պահին 64 մանդատի մասին են խոսում եւ պետք է 70 մանդատ։ Այո, 105 հոգանոց խորհրդանում պետք է 2/3, այսինքն 70 մանդատ, իրենց պակասում է 6-ը։ Եթե օրինակի համար, եթե հանկարծ ուժեղ Հայաստանը մանդատները չվերցնի եւ դրա փոխարեն Բարգավաճը մտնի խորհրդարան, այդ դեպքում համամասնությունը կփոխվի եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի աթոռները կշատանան խորհրդարանում եւ ես ճշգրիտ չեմ հաշվել այդ դեպքում ինչ կլինի, շատ հավանական է, որ այդ դեպքում սահմանադրական մեծամասնությունը գոյանա։ Սա եւս մի փաստարկ է, հակափաստարկ է այն պահանջներին, թե ուժեղ Հայաստանը պետք է դնի մանդատները եւ չճանաչի դրանով արդյունքները։ Այդ հայտարարությունը մանդատների դնելու որքան վճռական էր, որքան վստահելի է այդպիսի հայտարարությունները, թե դա պարզապես պահին մենք դա չենք կարող ասել, ուղղակի դա կա հանրային պահանջ, հա, երբ որ դժգոհ ընտրազանգվածը, ընդդիմության դժգոհ ընտրազանգվածը տեսնում է, որ արդյունքները շատ վատն են, ուզում է չճանաչել այդ արդյունքներից, մանդատներից հրաժարվելը դրա դրսևորումներից մեկն է։ Հետո գալիս են հակափաստարկները, բայց եթե հրաժարվեցինք, մենք չենք ունենա այդ ամբիոնը, մենք ելույթներ ունենալու հրապարակային քննադատելու հնարավորություն չենք ունենա եւ այլն։ Հիմա այդ փաստարկներին ավելանում է եւս մեկ փաստարկը, որ եթե մենք դնենք մանդատները, ապա Նիկոլ Փաշինյանը կստանա սահմանադրական մեծամասնություն։ Եվ դա կարող է վճռորոշ լինել, վճռորոշ բացատրություն լինել մանդատները չդնելու։ Այստեղ կարելի է ասել, որ Բարգավաճ
Հայաստանի դերն է շատ երկակի եւ այս պահի դրությամբ ամենաինտրիգայինը։ Ես ամենասկզբից նաև ձեր եթերում ասել եմ, որ խիստ կասկածում եմ, որ Բարգավաճ Հայաստանը ոչ թե Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ, այլ անգամ հանձնարարությամբ է մասնակցել այս ընտրություններին։ Մենք հիշում ենք, որ տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանը գտնվում էր տարբեր քրեական հետապնդումների ներքո, ինքը իր ընկերությունների տնօրենները, որ խոշորաշով այդ իր փողերն են, եւ ինքը պարբերաբար ինչ որ մուծումներ էր կատարում, այս ամբողջ գործընթացի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նրան արգելել էր զբաղվել քաղաքականությամբ, այդպիսի տպավորություն էր ստեղծվում։ Եվ երբ որ նա հանկարծ, այսպես անպատրաստի մի անգամից մտնում է հայտարարում է, որ պետք է մասնակցի, բայց ոչ իր գլխավորությամբ։ Ինքը չէ վարչապետի տեխնացուն, ունի 4 հատ, 5 հատ, 7 հատ, 10 հատ, ամբողջ ազգն է մեր համար վարչապետի տեխնացու, այսինքն դա երևում էր, սա մի մասնակցություն է, որը Նիկոլ Փաշինյանի դեմ չի, ընդդիմադիր ուժի դեմ չի, բայց Նիկոլ Փաշինյանին դա պետք էր, որպեսզի որտեղ երգլուխ հրեշը մի քիչ տգեղ էր հնչում, պետք էր երագլուխ հրեշ լիներ։ Եվ դրա համար Գագիկ Ծառուկյանը մտավ խաղի մեջ։ Երկրորդ նպատակը նրան մտցնելու այն էր, որ նա խլեր որոշ քանակի ձայներ ուժեղ Հայաստանից, գուցե նաև Հայաստան դաշինքից եւ փաստորեն առնվազն իր ոչի նայում կարծես թե նա այդ ձայները այսպես հավաքեց եւ դրա փոխարեն այդ ձայները կարող էր հավաքել, ասենք ուժեղ Հայաստան օրինակի համար, ինչը տեղի չունեցավ։ Սրանով նույնպես Կոտայքի մարզը նկատի։ Օրինակ, հա, Կոտայքի մարզը կամ այն ընկերությունները, որոնք Կոտայքի մարզում չեն, բայց իրեն են պատկանում, դրանք բոլորը իր ազդեցության գոտիներն են, որտեղ Կոտայքի մարզը, եթե ես չեմ սխալվում, ամենաշատը ձայն տվեցին Բարգավաճ Հայաստանին եւ ԿՊ-ին։ Դա հասկանալի է, որ հիմա ինքը այնտեղ 100%-անոց վերահսկողություն չունի եւ անգամ ԿՊ-ն, երբ որ նրան թույլ է տալիս այդպես մասնակցել, հո թույլ չի տալիս իրենց ձայները վերցնել։ ԿՊ-ն իր ձայներն էր հավաքում, իսկ այն ձայները, որը ԿՊ-ն չէր կարողանում հավաքել, պարտավորություն ուներ հավաքել Գագիկ Ծառուկյանը իմ տպավորությամբ, որպեսզի հանկարծ այդ ձայները չգնան ուժեղ Հայաստանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Այս խնդիրը կարծում եմ Գագիկ Ծառուկյանը լուծեց։ Եվ շատ խորհրդանշական է, որ ինքը եկավ կանգնեց 4%-ի եզրագծին եւ ի վերջո այսպես հաշվարկներով պարզվեց, որ ինքը հավաքել է 3.996%։ Չնայած մի պահ ասեցին, որ արդեն 5 մանդատ ունի եւ հավաքել է 4%։ Դա խաբուսիկ տպավորություն էր, երբ որ կլորացում է լինում 3.996 երրորդականը կլորացվում է 4.00 երրորդական, բայց 4.00 երրորդականը դա 4-ը չի։ Դա 4-ից մի քիչ փոքր կարա լինի, մի քիչ մեծ կարա լինի։ Բայց դուք ասում եք 76-ը ձայնի պակաս ունի։ Հիշեցի նորից հետ գանք, եթե Բարգավաճ Հայաստանը նկատի ունեք, որ հիմա ամենայն դեպս ժողովրդի մեջ դա է խոսածվում, դա են խոսում, չգիտեմ որքանով է ճիշտ, դա օդում այսպես կախված լուրերի համաձայն այժմ գնում է ԿՊ-ի եւ Բարգավաճի միջև բանակցություններ, Բարգավաճը չկա։ Բանակցություն չկա, Նիկոլ Փաշինյանը, եթե պետք լինի, անձամբ կորոշի Բարգավաճը մտնենք թե չմտնի, իսկ այս պահի պաշտոնապես ներկայացվող տվյալներով Բարգավաճը չի մտնա։ Այդ ինչ ասեցիք, ինքը կորոշի։ Եթե իմ վարկածը ճիշտ է, եթե այն բոլոր իրադարձությունները, որ մենք տեսնում ենք, իմ դրանց մեկնաբանությունը ճիշտ է եւ Բարգավաճ Հայաստանը խաղի մեջ մտել է Նիկոլ Փաշինյանի ուղակի հանձնարարությամբ եւ առաքելությամբ, բնականաբար նա ոչ մի առարկություն չի դրսևորելու, համաձայնվելու է ցանկացած որոշման վրա եւ եթե հանկարծ որոշեն, որ այսինչ տեղամասում եկեք, որը պակաս վերահսկվող է, մի քանի ձայն Բարգավաճին ավելացնենք, որպեսզի նա այդ 0.004-ը հաղթահարի։ Բայց էլի 5 մանդատ է ունենալու։ Այդ դեպքում 5 կունենա, իսկ հիմա ինքը 0 ունի։ Բայց այդ 5-ը ուր են գնում։ Հա, 5-ը գնում են մյուս ուժերին, արդեն գնացել են, այսինքն Նիկոլ Փաշինյանը, եթե Բարգավաճը լիներ խորհրդանում, կստանար 61 մանդատ, հիմա ստանում է 64, մյուսները մեկով պակաս կստանային, բայց հիմա ստանում են 29 եւ 12։ 29-12-ը դա 41-ն է։ Ստեղ գալիս է իմ երկրորդ հարցը։ Այս 41 մանդատը բավարար է, որպեսզի ես impeachment-ն եմ ասում, հազարում մի հարց, որը ցանկություն կար մտցնելու եւ չէին կարողանում, որտեղ կարծեմ 36 էր պետք էր այնտեղ 1-2 ձայն։ Հա, 1/3-ը դա բավարար է, այո։ Հիմա բավարար է 41 ձայնով։ Այդ հարցերը հնարավոր է մտցնել, բայց դա փակուղային ճանապարհ է, որտեղ մտցնելուց հետո հնարավոր չի դա անցկացնել։ Անցկացնելու համար այնտեղ արդեն լուրջ մեծամասնություններ են պետք։ Իսկ մեծամասնությունը Փաշինյանի բնականաբար այսինքն շոու կարելի է կատարել, ասենք
կազմակերպել, մի քիչ խոսել դրա մասին, մի քանի անգամ դրա մասին ելույթ ունել եւ դրանով վերջանում է։ Շատ հետաքրքիր է, որ նույն ոչ մի այլ կուսակցություն, էլի ոչ մի հնարավորություն չունեցավ, գոնե այսպես մի, ոնց են ասում, ոտի մի մատով մտնի խորհրդարան։ Նույն խաղացում։ Մենք սա նույնպես քննարկում ենք Քարոզ Արշավից առաջ դեռ, որ Նիկոլ Փաշինյանը կարծես ձևավորեց այն ընդդիմությունը, որին ինքը հեշտությամբ կհաղթեր։ Ես խորապես համոզված եմ, որ Սամվել Կարապետյանը, իմանալով, որ ինքը վարչապետի թեկնածու չի կարող լինել, իմանալով, որ ինքը այնուամենայնիվ Մոսկվայում է բիզնեսներ ամեն ինչը, որքան էլ որ նա վերջին տարիներին ձգտել է տեղափոխվել Հայաստան ինչ-որ չափով, այստեղ ասենք հեծը եւ այլ բիզնեսներ, բարեգործություններ եւ այս ամեն ինչը քաղաքական ներդրումներ են։ Եվ մենք տեսել ենք նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ, որ Սամվել Կարապետյանը փորձել է մասնակցել Հայաստանի քաղաքականությանը, վարչապետ է նշանակել Հայաստանում, Կարեն Կարապետյանը նշանակվել է իր պահանջով Սերժ Սարգսյանի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում, այսինքն ըստ էության Սամվել Կարապետյանը պատրաստվում էր դառնալ ինչ-որ մի բան շատ նման վրացական Իվանիշվիլուն, այսինքն ստվերային խաղացող, որ այստեղ վարչապետներ են, բայց նա սովոր չէ ընդդիմադիր գործունեության, դա իրենը չէ, ինքը պետք է պայմանավորվելով դա աներ, ժամանակին Սերժ Սարգսյանի հետ, բնականաբար Նիկոլ Փաշինյանի հետ նման պայմանավորվածությունները հնարավոր չեն, եւ ինքը այսպես տարբեր դժգոհություններ ուներ բնականաբար, Նիկոլ Փաշինյանը կարողացավ այնպես անել, որ Սամվել Կարապետյանի աջակցությունը ընդդիմությանը վերափոխի Սամվել Կարապետյանի անձնական մասնակցության։ Այդ վճռորոշ պահը եկեղեցու վրա հարձակումներ, հատկապես կաթողիկոսի վրա հարձակումը։ Եվ մենք հիշում ենք Սամվել Կարապետյանի արտահայտությունը, ինչի համար նրան ձերբակալեցին, որ եթե դուք դա չանեք, մենք դա կանենք մեր ձևով։ Ով չանի, չանի ընդդիմությունը։ Այսինքն Սամվել Կարապետյանը բարկանում էր, որ հակառակ իր աջակցությանը ընդդիմությունը չի կարողանում այնպեսի ցույցեր գեներացնի, որ Նիկոլ Փաշինյանին կամ հեռացնի իշխանությունից կամ ինչ-որ անհարմար վիճակի մեջ դնի, եւ ինքը քննադատում էր ընդդիմադիրներին, որ եթե դուք ձեր ձևերով քաղաքական նորմ, այսպես սովորական ձևերով չեք կարողանում, ես կկպնեմ այս գործին եւ ոնց որ ասենք ինչ որ մի ձև կգտնեմ եւ ավելի լավ կանեմ։ Սա Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ձերբակալելով, իսկ ձերբակալված մարդը անմիջապես հակազդեցություն ունի, հա, ուրեմն ես ասկան ռեսուրսով, ասկան հզոր մարդ, դու ինձ ձերբակալում ես անհիմն, ուրեմն ես հիմա ամեն ինչ պետք է անեմ, որ քեզ իշխանությունից հեռացնեմ, իսկ դա անելու ձևը քաղաքականության մեջ ուղղակիորեն մասնակցելն է։ Եվ փաստորեն Նիկոլ Փաշինյանը այդ ձերբակալությամբ դրթեց, որ Սամվել Կարապետյանը անձամբ մասնակցի։ Ինչին է պետք Նիկոլ Փաշինյանին այդքան այնուամենայնիվ հզոր հակառակորդ, որովհետև 28 մանդատ, 29 մանդատ ունեցավ ուժեղ Հայաստանը։ Ինչ է նշանակում հզոր հակառակորդ։ Սամվել Կարապետյանը իհարկե հարուստ մարդ է, բայց հարստությունը հզորության ամբողջ հզորությունը չէ։ Ձայների տեսակետից, տեսեք, Հայաստան դաշինքը ընդամենը 12 մանդատ ունի, դրա կեսից անգամ պակասը։ Տեսեք, Սամվել Կարապետյանը շատ ձեռնտու ընդդիմություն էր Նիկոլ Փաշինյանի համար, հենց այն պատճառով, որ անձամբ Սամվել Կարապետյանը Հայաստանի քաղաքացի լինելուց բացի նաև Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանում վերջին տարիներին։ Խոցելի հակառակորդ։ Ոչ թե խոցելի, ինքը ընդհանրապես հակառակորդ չէր, անձամբ ինքը որպես վարչապետի թեկնածու ընդհանրապես հակառակորդ չէ։ Նիկոլ Փաշինյանին պետք էր ցույց տալ, որ ինքը ունի ուժեղ հակառակորդ, երբ որ այդ ուժեղ հակառակորդը իրականում գոյություն չուներ։ Ով է ուժեղ հակառակորդը, ոչ թե Քոչարյանը, որ մաշվում է տարեց տարի, ոչ թե Սամվել Կարապետյանը, որ անդամ իր ոչ, այդ ուժեղ հակառակորդը Մոսկվայում էր։ Եվ Մոսկվան այստեղ գործուղել էր, այսպես իր սատելիտներին, որպեսզի նրանք եւ ֆինանսական օժանդակություն էր տալիս նրանց, որպեսզի նրանք Հայաստանում հեղաշրջում անեն։ Եվ այս հեքիաթը պատմելուց հետո պետք է ձևավորել այդ եռագլուխ հրեշին։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը դե գիտի, որ Քոչարյանի ազդեցությունը պակասում է, հասկանում է, որ Սամվել Կարապետյանը իր ֆինանսական ռեսուրսներով կփորձի ավելի մեծ աշխատակազմ ունենալ եւ ավելի շատ ձայներ ներգրավել, ուրեմն ըստեղ մի անգամից գալիս են մի քանի հարցեր։ Առաջին, Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու չէ, ուրեմն այս ամբողջ խաղը Ռոբերտ Քոչարյանի համար է կազմակերպել Մոսկվան։ Հիշում ենք այդ խոսակցությունները, չէ։ Երկրորդը, Սամվել Կարապետյանը եթե շատ հարուստ է, ուրեմն նա պետք է փող բաժանի։
գուցե իսկ իրոք բաժանում է մի քանի հատ կբռնցնենք, գուցե այդ փողի մասին խոսակցություններ, խոստումներ տալիս բան, դրանք կբռնացնենք, մենք կտեսնենք իրականում քանի քրեական գործ կհասնի վերջնագծին, էլի, ես խիստ կասկածում եմ, որ այդ բոլոր հրապարակումների շատ չնչին տոկոսն են իրական իրավական առումով հասնելու ինչ որ դատական ակտերի, էլի, բայց այդ նախընտրական այդ շոուն աջակցությամբ իբր թե անկողմնակալ դիտորդների, տարբեր տեսակի Դանիել Իոնիսյանների եւ մյուսների, այդ ամբողջ շոուն կազմակերպվեց, որ ահա ահռելի փողեր են այստեղ ներդրվում։ Որպեսզի ապացուցվի, որ սա Ռուսաստանն է, ինչ որ մեզ պատմեցին ինչ որ թղթածրարներ, բացահայտված, գաղտնազերծված խակերական ինչ որ հարձակումներ, որոնցից ոչ մեկը Հայաստանի մասին չէր, եւ առավելևս այսօրվա Հայաստանի մասին չէր։ Բայց այդ բոլոր հեքիաթները պատմեցին, թե ինչպես են ռուսները, չգիտեմ, Սերբիայում, Մոլդովայում, եսին Ֆրանսիայում անգամ ինչ որ բաներ արել, հայերին եւ թուրքերին են իրար հետ կռվածրել, այսինքն հայերի մասին է, բայց ոչ ընտրական կոնտեքստի մասին, եւ հետո սենց մի հարց առաջանում էլի, բա որ սենց բաներ են անում, բա ոնց թե ընտրություններին էլ ուրեմն հաստատ կանեն, ոնց կարողա չանեն, չէ, որ նախկինում միշտ արել են։ Սակայն իրականությունն այն է, որ Ռուսաստանը պետական մակարդակով հակառակ հնչող հայտարարությունների ոչինչ չի արել, անգամ արել է վնասակար բաներ Հայաստանում իշխանության իր կողմնակիցների իշխանության գալու համար ոչինչ չի արել։ Հայաստանում ռուսամետ ուժեր կան։ Բայց եթե դուք ասում եք այս ամբողջը միֆ էր եւ հիմա Ռուսաստանին եկավ հասավ գործը, Ռուսաստանը այս միֆը չի սնել էլի, այս վերջին իր գազերով եւ գազով եւ ծաղիկներով եւ բերքով, տեսեք, բարիքով Նիկոլ Փաշինյանի եւ Պուտինի համատեղ թատրոններ, ընդ որում ոչ թե պայմանավորված թատրոն, ինձ հանկարծ սխալ չի հասկանաք, այսինքն Նիկոլը չի նստել Պուտինի հետ պայմանավորով, որ արի այսպես դերասանություն անենք, ոչ։ Փոխշահավետ քայլեր էին երկու կողմից էլ։ Հիմա Ռուսաստանը այսօր շատ տխուր վիճակում է։ Ինքը կարելի ասել պարտության շեմին է կանգնած, հա, ուկրաինական պատերազմում, տնտեսական վիճակը ահավոր, մենք բոլորս տեսնում ենք ինչա կատարվում այնտեղ, եւ Ռուսաստանին ինչու՞ չէ, կարելի է ասենք ինչ որ մի առիթով Հայաստանի էժան գազը ավելի թանկ վաճառել, հա։ Կարելի է ուրեմն դրա մասին խոսել։ Մենք միֆի թեման ենք շարունակում։ Հա, չէ, ես միֆի թեման եմ ասում, այսինքն այն բոլոր հայտարարությունները, որ կատարվել են, կատարվում են ռուսական շահերի ձեռնելով։ Ռուսաստանին պետք չի Հայաստանում ռուսամետ գործիչ։ Եթե Հայաստանում լինի ռուսամետ գործիչ, այդ ռուսամետ գործիչը ակնկալելու է Ռուսաստանի օժանդակությունը։ Իսկ Ռուսաստանը ինքը իրեն չի կարողանում օգնի, ինչ նստի միատել Հայաստանի։ Բայց 41 ձայնը դա Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ձայներն են իրենց ռեսուրսները։ Ռուսաստանի պրոռուսական ձայներ չեն։ Տեսեք, իրանք որովհետեւ հանրությունը այդպես է իրանք հայկական ձայներ են։ Այդ միֆի շարունակությունը դա է։ Այո, ոչ, դա Նիկոլ լավ, դրանք հայկական ձայներ են, որոնք ռուսամետ են։ Հա, հայերի մեջ կա ռուսամետություն, ինչ որ մի հատվածի մոտ, որի կրողներն են Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար Սամվել Կարապետյանը նույնպես, հա, խոպանչիների, այսպես հավաքական կերպարն է, դրանց մեջի ամենահաջողակ մարդն է, հա, այսպես ասած։ Սրանք պրոռուսական ձայներ են միանշանակ, բայց սա Ռուսաստանի կողմից գնված ձայներ չեն, սա Ռուսաստանի կողմից կառավարվող ձայներ չեն։ Ծիծաղելի է հնչում, երբ որ ասում են Ռուսաստանը փող է տալիս, որ Հայաստանում մարդիկ ձայն գնեն։ Ում է տալիս Սամվել Կարապետյանին, Ռուսաստանը իր սեփական խնդիրների համար հաճախ օլիգարխների փողերն է օգտագործում։ Հիմա ուրեմն պետական բյուջեից պետք է փող տա Սամվել Կարապետյանին, որ Սամվել Կարապետյանը այստեղ ձայն գնի։ Լավ, ինչ եք դուք հիմա փորձում տրամաբանական ձեր մտքի արդյունքը վերջնակետը որը պետք է լինի։ Հարցն այն է, որ այդ հեքիաթը Նիկոլ Փաշինյանը հորինեց, հենց ձևավորելու համար այդ կեղծ ռուսական սպառնալիքը, ոչ թե հայ ռուսամետների սպառնալիք, այլ իբր թե Մոսկվայի, Կիրիենկոյի հատուկ օպերացիա եւ այլն հեքիաթ հորինվեց, ավելացվեց այստեղ Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանի հետ միասին, Անդրանիկ Թևանյանի վրա որևէ նոր հանգամանք չկա, ինչ որ հիմա իրա մերսագրվում է, դա մի 2-3 տարի առաջվա պատմություններ են, այնտեղ ORT-ում է խոսացել, չգիտեմ ինչեր է արել, Դոնբաս է գնացել, չգիտեմ, այս տեսակ ինչ որ թեմաներ են, հա, բայց այն ժամանակ նրան ոչ մի մեղադրանք չէին ներկայացել, չէին ձերբակալել, հիմա հրավիրել են հավանաբար Բարգավաճի ցուցակ եւ ձերբակալել, որպեսզի ցույց տան, որ Բարգավաճ Հայաստանը նույնպես եռագլուխ հրեշի մաս է։ Այն դեպքում, երբ որ ամենայն հավանականությամբ ներդրված էր հենց քաղաքացիական պայմանագրի կողմից։ Ուրեմն այս բեմականացումը եղավ, ստեղծվեց կեղծ թշնամի եւ այս պայմաններում այն մյուս խաղացողներին
Արման Թաթոյանին, չգիտեմ, Դերասան Հայկոյին, չգիտեմ, Գուրգեն Սիմոնյանին, բոլորին դեմին, այս բոլորին ոնց որ սրանք բոլորը մնում էին լուսանցքում։ Ամեն մեկ իր կարողությունների սահմաններում փորձում էր դա ճեղքել, բայց խոշոր հաշվով բոլորը մնում էին լուսանցքում։ Անկամ Բևերը սարսափելի ցածր ցուցանիշ։ Դե Բևերի պարագան հա մի քիչ հիմա չարժի շատ քննարկել այդ առումով, այո, նա պետք է կորցներ, բայց ոչ այս աստիճան 0.38 էր ինչ էր, ինչ-որ 10 հասկանալի է։ Այս բոլոր ուժերը փաստորեն դրվել էին ի սկզբանե շատ մենք հիշում ենք Թաթոյանի մի քանի հայտարարությունները, երբ որ նա անընդհատ խնդրում էր, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը չմասնակցեն, որպեսզի իրենք կարողանան, դե դա բոլորը ընկալում են, որ Թաթոյանը ոնց որ իր շահերից ելնող մի բան ասում, ինչ ես չեմ հերքում բնականաբար, բայց փաստորեն դրա ասելու իմաստը այն էր, որ քանի դեռ կան այդ 5 կերպարները, Նիկոլ Փաշինյանը կարողանալու է նրանց թիրախավորելով ամբողջ խաղը ներկայացնել դարձյալ իր սիրած սև ու սպիտակ հարթության մեջ եւ նորից վերարտադրվել։ Պարոն Աղայան, ստացվում է, որ այս ամբողջը Փաշինյանի հանճարի հետևանք է, բայց չէ որ եւ Սամվել Կարապետյանը կամ ոչ թե չէ որ, այլ չեք կարծում արդյոք, որ Սամվել Կարապետյանը եւ նույն Քոչարյանը նրանք եւս խաղում էին այդ նույն խաղը, իրենց եւս դա ձեռնտու էր, թե դա միայն Փաշինյանի հանճարի հետևանք է։ Փաշինյանի պայմանական ճակերտների մեջ ասված հանճարը հաշվի է առնում։ Ստացվում է հանճար է, եթե նա կարողացավ այսպես կոնսոլիդացնի ժողովրդին ի պաշտպանություն։ Մի քիչ պետքա բարոյականության հետ խնդիրներ ունենաս, որպեսզի այդ աստիճանի երևակայությունը աշխատի, այդպիսի հանճարեղ լուծումներ գտնես, բայց ինչու ստացվեց իր մոտ, իմ հարցս դա էր։ Որովհետև ինքը հաշվի էր առնում, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը եւ մնացած բոլոր խաղացողները ինչ են ուզում անեն։ Բնականաբար Ռոբերտ Քոչարյանը մարող գործիչ է, հոգնած գործիչ է, ծերացող գործիչ է, բայց իր շրջապատում միշտ կան մարդիկ, ովքեր ուզում են ինչ որ մի ձևով ռևանշի հասնել։ Վերադառնալ իշխանության, պատժել Նիկոլ Փաշինյանին, հեռացնել նրան իշխանությունից, ինչ որ բան ուզում են։ Դա ուզում է Դաշնակցությունը, դա ուզում են ուրիշ մարդիկ Ռոբերտ Քոչարյանի շրջապատում։ Եվ այստեղ այդ ճնշումը լինում է նման դեպքերում, հա, մենք դա տեսել ենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ որ ինքը ուզում էր հեռանալ, բայց իր շրջապատը ճնշում էր, որ չէ, մնանք այս ընտրությանն էլ մասնակցենք, այս գործընթացներ անենք եւ այլն։ Որը ընդհանրապես 0 ինչ-որ ցուցանիշ Դրա համար Ռոբերտ Քոչարյանը ոնց որ այդ ճնշման տակ էր, իրենք անգամ մի փուլում քննարկում էին միգուցե այդ դաշինքը գլխավորի ոչ թե ինքը, այլ ինչ որ մեկը դաշնակցությունից եւ հնչեց Իշխան Սաղաթելյանի անունը, բայց ի վերջո որոշեցին, որ ինքը ավելի հարմար կերպար է։ Անգամ իր որդու անուններ մի ժամանակ քննարկում, ոչ շատ վերջերս, բայց ինչ որ մի ժամանակ քննարկվել է, որ իր որդին գլխավորի եւ այլն։ Բայց հավանաբար որդին այդքան ընդունելի չի եղել մյուսների համար եւ այդպես իր վրա են նորից կանգնել, բայց սա թույլ մասնակցություն է, հա, սա ասենց այսպես մեծ էներգիայով մասնակցություն չի, սա մարող քաղաքական ուժի դրսևորում է, որը չի կարողանում խաղից դուրս գա, որովհետև պատրաստ չի ոչ տեղը զիջել ուրիշներին, ոչ էլ պատրաստ է այսպես լուրջ հաղթանակի։ Այն որ Ռոբերտ Քոչարյանը ավելի քիչ ձայն էր ստանալու, դա ակնհայտ էր ամենասկզբից, ես նույնիսկ չէի բացառում, որ ինքը կարող է հանկարծ 8%-ից պակաս ձայն ստանա, այդ դեպքում ավելի խայտարակ վիճակ կլներ, որովհետև դրա արդյունքում ինքը չէր անցնի եւ 4% հավելյալ կնվիրեր Նիկոլ Փաշինյանին։ Բայց դա տեղի չունեցավ, անցավ, բայց միևնույնն է պատկերը դրանից առանձնապես չլավացա։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, նորից եմ ասում, այդ մարդը պատրաստ չէր մտնել ակտիվ քաղաքականության մեջ Հայաստանում։ Բայց արդյունքում իրենք մտան ժողովի, բայց արդյունքում նրանք էլ այդ նույն խաղի բաղկացուցիչ մասերն էին։ Ընդհանրապես գիտեք ոնց է։ Նույն խաղն էին խաղում։ Տեսեք, հանրային process-ներում կան մարդիկ, ովքեր իրենց պլանով են աշխատում, կան մարդիկ, ովքեր հակադարձում են դիմացինի գործողություններին։ Եվ Սամվել Կարապետյանի պլանը սկսեց աշխատել այն բանից հետո, երբ որ ինքը հակադարձեց Նիկոլ Փաշինյանի ձերբակալման որոշմանը։ Հա, իրեն ձերբակալեցին, ձերբակալված մարդը ուզում է լուծում գտնի այդ վատ իրավիճակից։ Եվ բնականաբար տեսնելով որ մյուս ընդդիմությունը անզոր է,
որոշում է իր ահռելի ռեսուրսներից ինչ որ մի պատկառելի մաս հատկացնել այդ խնդիրը լուծելուն։ Ինքը դրա ոչ փորձ ունի, ոչ մի բան, ոչ աշխատակազմ ուներ։ Իրանք թիմ ասվածը ձևավորում էին հնդածս ի սկզբանե, ինչի եմ ես ասում ռուսական նախագիծ չի եղել եւ շատ համոզված եմ ասում, որովհետեւ եթե ռուսական նախագիծ լիներ, մենք կտեսնեինք բոլորովին ուրիշ թիմ, որը պատրաստ է հենց այդ խնդիրը լուծելու համար։ Չգիտեմ, ուրիշ մարդիկ կլինեն երկրորդ, երրորդ, չորրորդ էշելոններում, ավելի պրոֆեսիոնալ, ինչ որ քաղաքական անցյալ ունեցող, այսպես Սամվել Կարապետյանը իր նոր չէր, Սամվել Կարապետյանն էլ նոր էր։ Չէ, նկատի ունեմ ուրիշ մարդիկ, ոչ թե նոր մարդիկ, այլ մարդիկ, ովքեր այդ գործից հասկանում են։ Իրենք խոսացող մարդկանց պակաս ունեին։ Վերջին շրջանում նոր կարողացան մի քանի հոգու գտնել ավելի ուշ միացածներից։ Հիշեք, անսկզբում ամբողջ բեռը եղբոր որդու վրա էր։ Նարեկ Կարապետյանը, ընդ որում ինքն էլ շատ ես պետք է իրեն գովեմ, որովհետև ինքը շատ արագ աճեց քաղաքական իմաստով եւ զգացվում է, որ կրթական ինչ որ մակարդակ ունի, բայց սկզբից ինքը շատ խակ էր եւ դա շատ ծիծաղելի էր այդ ընկալել այդ ուժը որպես առաջատար ընդդիմություն, երբ որ Նարեկը այսպես շատ թույլ ռոլիկներ էր այսպես նկարվում ռոլիկներում եւ ինչ որ բարձունակ բաներ էր խոսում։ Հա, իրենք հրավիրեցին իհարկե ահռելի թվով մասնագետներ, բայց այդ ամեն ինչ եղավ հետո ձերբակալվելուց հետո ոչ թե Սամվել Կարապետյանը եկել էր այստեղ իշխանությունը վերցնել եւ Նիկոլ Փաշինյանը նկատեց եւ նրան ձերբակալեց, որ նա դա չանի, այլ ճիշտ հակառակը Նիկոլ Փաշինյանը ձերբակալեց, դրանից հետո Սամվել Կարապետյանը որոշեց դա անել։ Եվ Նիկոլ Փաշինյանը ենթադրում էր հավանաբար, որ ձերբակալության ռեակցիան հենց դա է լինելու։ Այսինքն ստեղծելով, տեսնելով, որ Քոչարյանը չի կարող լինել ուժեղ հակառակորդ, ստեղծեց իրեն այդպիսի ուժեղ հակառակորդ, բայց որին նա կարողանա հեշտությամբ ինքը չէր համարում։ Սամվել Կարապետյանն ինքը ուժեղ չէր համարում։ Ինքը հասկանում էր, որ Սամվել Կարապետյանը որ եկավ, պետքա ձայներ հավաքի եւ այդ ձայները որտեղից պիտի հավաքի։ Պիտի հավաքի 41 մանդատը, դա պրոբլեմ է Փաշինյանի համար։ Եկեք հասկանանք որտեղից է ոչ թե 41, այլ 29 մանդատ։ Թեկուզ 29 պլյուս 10 այն ձայները, որը իրեն տվել են 29 մանդատ, որտեղից է նա վերցել։ Նա վերցել է առաջին հերթին ամենամեծ կտորը վերցել է Ռոբերտ Քոչարյանից։ Նիկոլ Փաշինյանին այդ իրավիճակը, որ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը իրարից մանդատ են փախցնում, շատ ձեռնտու է։ Ավելանում է Գագիկ Ծառուկյանը, որը մի քիչ էլ ինքնա փախցնում եւ թույլ չի տալիս, որ նույն Սամվել Կարապետյանը չափից ավելի շատ փախցնի։ Բայց ի վերջո այդ ընդդիմադիր ընտրազանգվածը, որը նյութական ռեսուրսի հետևից է վազում, ոչ անպայման ընտրակաշառք, հա, ուղղակի տեսնում է շտաբում աշխատանք կա, այս տեսակ բաների հետևից է վազում։ Տեսնում է, որ ամենտեղ նկարներ են փակցված, ուրեմն այս ուժն է ուժեղ, ամենտեղ, չգիտեմ, ինչ որ մեքենաներ են շրջում, բան դա ամեն ինչը փողի հետ է կապված։ Մեծ քանակով այսպես ընտրությունների ակտիվիստներ նայում են այս ընտրությունների ժամանակ ով է ամենաշատ փող ծախսողը եւ վազում են այնտեղ։ Եվ այս թիվը որոշակի է։ Նիկոլ Փաշինյանը մեկը գիտեր, որ այդ թիվը կա, ինքը դրան հակադրեց սեփական ՀՀԿ-ական ժամանակներին համեմատ վարչական ռեսուրս, նաեւ ֆինանսական ծախսերով։ Իհարկե բացեք այն երևույթ կա շատ կոպիտ բառով ասում են տասովշիկ ընտրություն է։ Այսինքն մարդիկ ովքեր տնից տուն են պատվում, պայմանավորվում են, գիտեն որ մարդը ով է, գիտեն այս մեկը ընդդիմադիր է, սրա հետ խոսալ պետք չի, այս մեկը նախկինում կաշառք է վերցրել, չգիտեմ, սրա հետ այսպես է պետք խոսալ, այս մեկը, չգիտեմ, դուրը գալիս է կամ չգիտեմ, որդին բանակում զոհվել է կամ չգիտեմ, ամեն մեկը ինչ որ մի խնդիր ունի, մեկը կարիք ունի, մեկը, չգիտեմ, օգտվել է այս սոցիալական փաթեթներից, չգիտեմ, գնացել է կատարախտը հատել օրինակի համար, հա, այս հատ այդ մարդկանց բռնացնել ասել, այ դու դա արել ես, որովհետև Նիկոլն է քեզ դա տվել, հա, եւ պիտի գաս ընտրես կամ գալ վախեցնել պատերազմով, հա, հոգեվորսություն է, վախեցնել պատերազմով, այ որդիդ բանակ է գնալու, հիմա ինչա դուրդ կգար, որ որդիդ Ստեփանակերտ գնար ծառայերտես, հիմա գնալու է ինքը աշտարակում է ծառայելու եւ պատերազմ չի լինելու, որ ինքը զոհվի, հա, հատ ամեն մարդու հետ աշխատելու առլի այդ մեղվի փետակներ են հիշացնում ԿՊ-ի շտաբերը, ինչը մի քանի տարի առաջ դեռ չկար, տարիների ընթացքում վարչական ռեսուրսի շնորհիվ աշխատանքներ բաշխելով պետական պաշտոններում, համայնքային պաշտոններում ձևավորվեց այդ ԿՊ-ի
շահառուների կազմից, դրանց ակտիվիստ չեմ համարում, կուսակցական չեմ համարում, դրանք շահառուներ են, դրանք ժամանակին վազում էին ՀՀԿ-ից էին շահ ստանում, Բարգավաճից, օրինաց երկրից, հիմա ԿՊ-ից են շահ ստանում։ Հա, որոշները գնում են Սամվել Կարապետյանի նույն շահը ստանալու, հա, նույն որակի մարդիկ են, ինչ որ ուղղակի այդպես է ստացվել, այս մեկը ստեղ ծանոթ ուներ, մեկը այնտեղ ծանոթ ուներ, բայց այս աշխատանքը ահռելի կատարվել է։ Նիկոլ Փաշինյանը փաստացի իր ձայները ավելացրել է, երբ որ ամբողջ տրամաբանությունը հուշում էր, որ եթե այս աշխատանքը չկատարվեր, այլ հին մեթոդներով աշխատեր, ինքը պետք է 100-200 հազար ձայն կորցներ։ Այսինքն նույն տեմպերով ոնց որ 18 թվականից 21 թվականներ կորցրել, եթե նույն տեմպերով կորցներ համարյա 200 հազար պիտի կորցներ, եթե կիսով չափ տեմպերով կորցներ, մոտ 100 հազար պիտի կորցներ։ Այստեղ ավելացավ։ Բայց ավելացավ, այդ ավելանալը այս աշխատանքի ավելին ես ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանը ինչ որ միտեղ 100 հազար ձայն է գտել, որի մասին մենք չգիտենք այդ որտեղից է գտել։ Ինչ ասել եք։ Տեսեք, հիշում եք վերջին հանրապետական կուսակցության մասնակցությամբ են ժամանակների ընտրություններին կար 1.570 քանի հազար ընտրությանը մասնակցող մարդ։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը դառավ վարչապետ եւ առաջին ընտրությունը կազմակերպեց, անհետացավ մոտ 300 հազար մարդ։ Կային խոսակցություններ եւ հիմա ես ենթադրում եմ, որ դրանք ճիշտ էին, որ նախկին իշխանությունները ունեին գոյություն չունեցող մարդկանց անձնագրեր, որոնք շրջվում էին եւ այդպես լցվում էին, ապահովելով 300 հազար քվեի ֆորա իշխող իշխանության համար ցանկացած իրավիճակում, հա։ Դրան գումարած վարչական ռեսուրս, բաժանված ցուցակներում կային թե չկային։ Ցուցակներում կային, մարդիկ չկային, բայց կային անձնագրեր, ինչ որ մարդու նկարով, որը գալիս էր եւ այդտեղ այդ ընտրությանը նրա փոխարեն մասնակցում էր։ Եվ երբ որ առաջին ընտրությունները եղավ առանց ՀՀԿ-ի կազմակերպման, առանց Սերժ Սարգսյանի կազմակերպման, այդ թիվը կտրուկ իջավ։ Դա ապաթիա չէր, որովհետև դա ոգևորված շրջան էր, բոլորը ուզում էին այդտեղ մասնակցեին, շատ ակտիվ մասնակցության ցուցանիշներ էին ցույց տալիս սոցիոլոգիական հարցումները, բայց այդ 300 հազարը կորային, այդ 300 հազարը դա հենց այդ կեղծ քվեներն էին։ Ոմանք ասում են դա 300 հազար չէր, այլ 250 հազար, իսկ 50 հազարը դա այդպես ապաթիայի արդյունք էր, հա, ասենք իշխանապողության արդյունքում, ոմանք հուսահատվել էին։ Հաջորդ ընտրություններին Նիկոլ Փաշինյանը դարձյալ նույն թիվն է արձանագրում մասնակցության, այսինքն այդ 300 հազարը իսկապես չկա, չնայած այն ժամանակ մասնակցությունը ել ավելի ակտիվ էր, որովհետև պատերազմից հետո էր, մի մասը ուզում էր Նիկոլ Փաշինյանին դավաճան հանի պատժի, մյուս մասը հակառակը ուզում էր նախկիններին դավաճան հանի պատժի, ոչ թե դավաճան, այլ պատերազմի մեղավոր, հա, եւ այդ բանով բավական ակտիվ մասնակցություն էր, եւ այդ 300 հազարը այնտեղ էլ չկար։ Հիմա այդ 300 հազարից 200 հազարը վերադարձել է։ Բայց այդ 200 հազարը այդ 300 հազարից չի։ Մոտ 30 հազար մոտավորապես կարելի է գնահատել արցախցիների մասնակցությունը, որոնք առաջ Հայաստանի ընտրություններին չէին մասնակցում։ Մի մասը արտագաղթել է, մի մասը բան արել, ասենք Հայաստանի կոդը փոխած անձնագրերը չի վերցրել, դա եւս մի հանցագործություն է Նիկոլ Փաշինյանի կողմից, որ նրանց զրկել է Հայաստանի քաղաքացիությունից իր անկապ որոշմամբ, բայց ինչ որ մի 30 հազարի քանակ ստացել է այդ անձնագրերը եւ մասնակցել է։ Մոտավորապես կարող է այս թիվը սխալվում եմ, հետագայում կճշտվի։ Բա մնացածը որտեղից է։ Լավ, Ռուսաստանից եկան ընտրելու 100 հազարը դա հեքիաթ է, այդպիսի քանակ չի եկել։ Մենք հիմա կտեսնենք, հա, իրենք այնտեղ բոլորին 25-օրյա վարժանքների բաներ էին բաժանում տղամարդկանց եւ այլն, մենք կտեսնենք, իրոք այդ քանակի մարդ եկել է, թե չէ, ես վստահ եմ, որ չի եկել։ Կարծում եմ դրանց թիվը 30-40 հազարից։ Ամենայն դեպս այդ 100 հազարներ, որ եկած լիներ, իրոք ինչ էր տալու։ Բնականաբար, ես ասենք մարդիկ եմ ճանաչում, որ Եվրոպայից են եկել եւ բոլորն էլ Նիկոլ Փաշինյան, եւ Ռուսաստանից եկած մարդիկ, որ հենց Նիկոլ Փաշինյանն են ընտրել։ Այսինքն նույնիսկ վիդեո կա։ Մենք Ռուսաստանից եկել ենք 2 վիդեո կա այդպեսի Նիկոլ Փաշինյան ընտրելու եւ գնում են իր ցույցին մասնակցելու։ Բայց ոչ բոլոր ամբողջ 100 հազար էլ։ Ոչ թե 100 հազար, 100 հազար չի էլ եկել։ Եթե անգամ եկել են։ Երբ որ այս թվերը հանում ենք, մենք տեսնում ենք, որ կա մի 100 հազար, որը եթե Նիկոլ Փաշինյանը չի օգտագործել այն տեխնոլոգիան, որը անում էր հանրապետականը կեղծ անձնագրերով, ուրեմն պետք է հասկանանք այդ 100 հազարը որտեղից է։ Որտեվ ավելացել են այդ 100 հազարը։ Եվ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի ձայները պետք է պակասեն այնինչ աճել են, ուրեմն ամենայն հավանականությամբ
դա հենց Նիկոլ Փաշինյանի օգտին է այդ 100,000-ը Երբ որ հայտնվել։ ակտիվությունը տարբերություն չի տվել, չէ՞, Չէ, մասնակցության ակտիվությունը։ տվել է, դա տվել է, Ինչքան է տարբերությունը տվել ակտիվությունը։ սենց ասեմ, նախկինում հարցումները ցույց էին տալիս, որ 72%-ը պետք է մասնակցի, ասում էր, որ կմասնակցի, անպայման կգնա ընտրության եւ Չէ, փաստացին եմ ասում։ Հիմա 82% է դարել նույն հարցումները, հիմա 82% դա պետքա մոտ 14% ավելացման ինչ որ մի բան տար, բայց նորից եմ ասում, դա ինչ որ միտեղից այդ պետքա հայտնաբերվեն այդ մարտիկ, այսինքն այդ մարտիկ էին, որ առաջ շատ пассив էին, որոշները այդպես մեկնաբանում են, օրինակ մենք դիտորդներից ազդանշաններ ենք ստացել, որ ինչ որ շատ ծեր տատիկներ ինչ որ, որոնք չէին հասկանում ուր են եկել, հա, բայց ուղեկցվում էին, ասենց դեպքեր ա եղել։ Ինչքանով են դրանք զանգվածային, ես չգիտեմ։ Դրա համար այս պահին ես պատրաստ չեմ բացատրել այդ ակտիվացումը ինչպես է տեղի ունեցել։ Միթե ՀՀԿ-ն ժամանակին փող բաժանելով եւս այդ 100,000 կարող էր ներգրավել, բայց չէր կարողանում, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը առանց փող բաժանելու ինչ որ վարչական լծակներով կարողացել է, չգիտեմ։ Բայց ակնհայտ է, որ ինքը մյուսներից դա չի վերցրել։ Այսինքն, երբ որ նայում ենք մյուսներից ստացած, այսինքն դա ինչ որ մի հավելյալ էլեկտորատ է, որը չգիտենք որտեղից է հայտնվել, դա ժամանակին ոնց որ մի քիչ վերլուծությունները կօգնեն ցույց տալ։ Բարի, շնորհակալ եմ, Գովազդ ենք հայտարարում եթերում, Գովազդից հետո խոսենք, տեսնենք հետընտրականի հետ կապված ինչ ունենք, այդ 10%-ի ժամանակ հայտարարություններ, ոնց որ թե վրթովմունք առաջացրել, թե Նիկոլ Փաշինյանը ինչու 10%, երբ որ ցուցանիշները կային, նա արդեն հայտարարեց։ Եվ ընդհանրապես ինչպես եք կարծում ընդդիմությունը կկարողանա կոնսոլիդացվել միասնական ինչ որ պայքարի միջոցներով, պայքարի թեմա կա, պայքարի ուղիներ կան, պայքարի ձևեր կան, որի մասին կարող ենք հիմա մենք խոսել։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Արմեն Աղայանի հետ եւ խոսում ենք ընտրությունների արդյունքների մասին, փորձում ենք վերլուծել այս պահին ունեցած ուրեմն տվյալների հիման վրա իրավիճակը։ Ես գովազից առաջ նախանշեցի այլ թեմա, որ յետընտրական շրջանը ինչպես ենք պատկերացնում, բայց այնուամենայնիվ մի քայլ հետ գանք, հետո մի քիչ ավելի ուշ յետընտրականին կանդրադառնանք։ Ես շատ կուզենայի, որ մի հատ անցնեինք այն կուսակցություններին, որոնք բավականին շատ ջանք ու եռանդ ներդրեցին այս նախընտրական շրջանում։ Շնորհապետական կուսակցությունը կարծես թե շատ մեծ հավանականություն կար, որ 4%-ը կհաղթահարի, 2.11, Քրիստոնյա ժողովրդավարականը 0.18, Հանուն Հանրապետությանը 0.46, Հանրապետականը 1.08, էլ չեմ ասում ազգային ժողովրդական բևեռը կրկնեմ առաջին հատվածում ասի 0.38, կուսակցություններ համենայն դեպս բևեռի 0.38-ը ընդհանրապես չհասկացա։ Ներողություն։ Ստեղ երևի այս կուսակցություններին պետք է բաժանել այսպես փոքրիկ խմբերի, նախ եկեք մեջտեղից անենք այսպես կոչված Նիկոլի արևմտամետների, այսինքն մարդիկ, ովքեր արևմտամետական դիրքերից, այսպես իրենց ընկալում են Նիկոլ Փաշինյանի դաշնակից, բայց փորձել են առանձին խաղալ։ Շատ երկար ժամանակ քննարկում կար, թե այդ շրջանակը աճեցվում է ինչի համար, որ Նիկոլ Փաշինյանը երբ որ հեղինակազրկվի, սրանք հավաքեն Նիկոլ Փաշինյանից հեռացող ձայները եւ հետո մտնելով խորհրդարան նրա հետ դաշինք կազմեն։ Այս բոլոր խոսակցությունները շատ ծանր հարված ստացան Գյումրիի ընտրությունների ժամանակ եւ Լևոն Բարսեղյանը բավական համեստ ցուցանիշ արձանագրեց նրանց ներկայացուցիչը եւ այդ ժամանակվանից երկար ժամանակ խոսք էր գնում թե իսկ միգուցե պետք չի դրանով զբաղվել, միգուցե նրանք միանգամից մտնեն ՔՊ-ի շուրջ ձևավորվելիք ինչ որ դաշինքի մեջ եւ միասին մասնակցեն այդ մանդատների բաշխման։ Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու ոչ միայն այդ որոշումը չկայացվեց Արամ Սարգսյանի, Բաբաջանյանի եւ մյուսների կողմից, այլև նրանք անգամ իրար հետ չկարողացան պայմանավորվել եւ ինքնուրույն մասնակցել ընտրություններին։ Միակ բացատրությունը, որ այս պահին ինձ համար աշխատող բացատրությունն է, այդ իրավիճակը, դա ինձ հուշեց վերջին բանավեճը, վարչապետի տեխնացուների, այսպես ասած, առաջին համարների բանավեճը, երբ որ Արամ Սարգսյանը եւ Արման Բաբաջանյանը եւ նաեւ անգամ Շիրինյանը իրենց հերթին ինչ որ բաներ էին ասում, ինչ որ պատասխաններ էին տալիս, այսինքն իրենք պետք էին այդ քարոզչական ֆոնը ապահովելու համար։ Նիկոլ Փաշինյանը ասել հիմնականը, իսկ իրենք ապահովեին ֆոնը։ Եվ ասենք օրինակ Բաբաջյանը Պուտին անդադ Պուտին էր ասում, կարծես թե Պուտինը մասնակցում է մեր մոտ ընտրություններին, հա։ Արամ Սարգսյանը ինչ որ հարցերով էր հակադրվում, վերջում էլ թեմա բացվեց, որ ինքը պետք է գնա եւ ուժեղ Հայաստանի դեմ գործ հարուցի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Լևոն Շիրինյանը իր մասով ինչ որ բաներ ասեց, հավանաբար նրանից ակնկալիքները մեծ չէին։ Ուրեմն այստեղ պարզվեց, որ փաստորեն իրենք հասկանալով որ մեկը արդյունք չեն արձանագրելու, իրենք այդ դերով մտան մասնակցելու ընտրությանը ընդամենը քարոզչական ֆոն ապահովելու համար։ Յուրօրինակ քարոզչական ֆոն էր ապահովում արդեն ոչ արևմտական դիրքերից Լուսավոր Հայաստանը, Էդմոն Մարուկյանը, որը փորձեց այսպես շատ էֆեկտիվ մասնակցությունն էլ հատկապես այդ վերջին բանավեճին, բայց ստացվեց այն ինչ ստացվեց։ Ես կարծում եմ Էդմոն Մարուկյանը դա էլ կարողա չստանար, ուղղակի ստացվեց այն ինչ որ ստացվեց, հիմնականում կարծում եմ դա իր առնվազն կեսը իր վանաձորյան ձայները պետքա լինեն, դա ոնց որ առանձին մի խոսակցություն է։ Մյուս խումբը, որ ես կուզեի առանձնացնել, դա այսպես ասած մեկ անձի շուրջ ձևավորված, ասենք, կուսակցություն է, խոշոր բոլորն են մեկ անձի շուրջ, բայց ասենք օրինակ Արման Թաթոյանը մի քիչ ավելի լայն կազմով էր, հա, եւ ավելի մեծ ռեսուրսներով էր մասնակցում։ Բոլորը ասում են Արման Թաթոյանի կուսակցություն։ Հա, բայց ասենք օրինակի համար, չգիտեմ, այնտեղ Դավիթ Անանյան, նույնիսկ Շանթի որդին, այդպիսի մի քանի հոգի կա, որոնք ցույց են տալիս, որ չէ, այստեղ մի քիչ ավելի երկար է, հա, պայստայինների նստարան կա պայմանական ասած։
ես վստահ եմ դարձյալ դա ոնց որ մի անձի շուրջ Դոկը ինչ որ մի անձ ֆինանսական աղբյուրներով, դոկի մասին ճիշտ ասած ես սիրում եմ իրեն չանդրադառնալ, որովհետև այնքան անբարո երևույթ եմ համարում, որ ամոթալի է, հա, հենց այդ 1%-ի արկայությունը ոնց որ մի տեսակ ամոթ է, որ մեր մեջ կան մարդիկ մի տոկոս, որ այդպիսի կերպարին ընդհանրապես քվեարկում են, դա ցավալի երևույթ է, հուսում աստիճանաբար մարող երևույթ է եւ շուտով դա չի լինի, հա, բայց ասենք երկու հոգու համեմատություն եթե անենք Գուրգեն Սիմոնյանի եւ Սուրեն Պետրոսյանի, հա, երկուսն էլ իրենց անձի, իրենց խարիզմայի շուրջ մարդկանց հավաքելու եւ ինչ որ քարոզչական գիծ վարելու փորձ արեցին եւ այս մրցակցության մեջ Գուրգեն Սիմոնյանը ակնհայտ առավելություն ստացավ, շատ նման ոճի մասնակցողներ էին եւ կարծես թե եթե իրենց առանձին մրցակցությունը առանձնացնենք տպավորություն թողել մարդկանց վրա, որ իրանք շնորհալի երիտասարդ են, գեղեցիկ արտաքինով, չգիտեմ, դուրեկան, գեղեցիկ խոսքով, գրագետ խոսքով, ինչ որ գիտելիքներով, այս մրցակցության մեջ ակնհայտորեն Գուրգեն Սիմոնյանը ոնց որ մի տեսակ առավելություն ստացավ։ Եթե համեմատենք ֆինանսական ծախսերի առումով, ապա մենք պետք է համեմատենք գուցե 4 խաղացողների, դա ուրեմն դերասան Հայկոն է Մարության, Արման Թաթոյանը դարձյալ, այնտեղ բավական մեծ ֆինանսական ռեսուրսներ դրվեցին, Գուրգեն Սիմոնյանը ավելի համեստ ֆինանսական ռեսուրսներով եւ ել ավելի համեստ ֆինանսական ռեսուրսներով բոլորին դեմ է։ Եվ այդ ծախսված գումարի համեմատ ստացած ձայներով, ոնց որ առաջին տեղը հիմա չգիտեմ բոլորին դեմինն է թե Գուրգեն Սիմոնյանինն է, կարծում եմ այնուամենայնիվ բոլորին դեմինն է, բայց ոչ թե նախընտրական շրջանում ծախսած միջոցներով, այլ դրա նախորդ շրջանում Գուրգեն Սիմոնյանը ավելի շատ էր իր կերպարի տարածման վրա աշխատել, բոլորին դեմ ավելի ուշ էր մտել խաղի մեջ, հա, այս բարդ համեմատության մեջ իրենք մոտավորապես հավասար էին եւ ամենաարդյունավետն էին։ Բոլորին դեմի ցուցանիշը ես ասեմ 1.47 1.47 բոլորին դեմ եմ եւ նոր ուղին դերասան Հայկոյի 1.75 Դերասան Հայկոն ուներ եւս մեկ առավելություն, դա իր նախկինում քաղաքապետ եղած ժամանակ կուտակած ռեսուրսներ եւ այդ ռեսուրսը ուներ առանձնահատկություն, որ ինքը փաստորեն դուրս էր եկել ՔՊ-ի դեմ, չէր ուզել դառնալ ՔՊ-ի անդամ, հրաժարվել էր պաշտոնից, դուրս էր եկել, հակադրվել էր եւ ինքը շատ էֆեկտիվ իր դերասանական ոճով բավական այսպես խոցելի կլիպերով բավական տպավորիչ ազդեցություններ։ 1.75-ը համենայնդեպս ավելի շատ է, քան նույն Լուսավոր Հայաստանը 0.50 նույն այն կուսակցությունները, որոնք շատ իրենց կուսակցության այսպես որպես կուսակցություն են հանդես եկել։ Բայց հիշենք, որ փաստորեն դա մարող ռեսուրս է բանից, հա, քաղաքապետ եղած ժամանակից հետո մարող ռեսուրս է, վերջին քաղաքային ընտրություններին նույն Հայկ Մարությանը բավական քվեր ստացել։ Եվ անգամ կարող էր ինչ որ դասավորման դեպքում դառնալ քաղաքապետ, որովհետև այնտեղ շատ մոտ էին քվեները, հա, եւ եթե դոկի մի երկու ներկայացուցիչ չքվեարկեին Ավինյանի օգտին, այլ հակառակը աջակցեին Մարությանին, կարող է նա դառնար քաղաքապետ։ Ուզում եմ ասեմ, այդ պոտենցիալ ունենալով, այդ վաղուց սկսած այդ կերպարը լինելով, բավական շատ էլ փող ծախսելով ինքը գրանցեց գրեթե նույն ցուցանիշը ինչ որ բոլորին դեմը եւ ավելի պակաս քան Գուրգեն Սիմոնյանը, որը չուներ այդ անցյալը եւ ընդամենը վերջին 1 տարվա մեջ էր ինտերնետային միջոցներով իրեն ներկայացնում։ Արման Թաթոյանի դեպքում ստացած քվեները շատ անարդյունավետ են, այսինքն ծախսված գումարները, ամենտեղ գրասենյակներ բացել, ավտոբուսներով շրջել եւ այլն, այդ ծախսի դիմաց այդ համեստ արդյունքը դա բավական վատ ցուցանիշ է։ Կարծում եմ դա պայմանավորված է նրանով, որ ինքը իր շուրջ այդպես էլ չկարողացավ լուրջ համախմբում առաջացնել, անգամ Հայակվեի հետ նախնական պայմանավորվածությունը, հայտարարությունը հուշագիր էին ստորագրել բան եւ հետո հանկարծ բաժանվեցին եւ Հայակվեն աջակցեց հայկական քվե կուսակցությունը, հա, չխառնելով Հայակվեն նախաձեռնության հետ, բայց այնուամենայնիվ Չալաբյան Ավետիքի առաջնորդությամբ աջակցեց փաստորեն ուժեղ Հայաստանին եւ
Չգիտեմ դա ազդեց Արման Թաթոյանի ձայների վրա թե չէ, բայց ընդհանուր առմամբ դրանք բավական թանկ ձայներ էին, էլի։ Հակը 0.22%։ Դե Ինչ եք կարծում, այս ցուցանիշներից հետո այդ կուսակցությունները կշարունակեն որպես կուսակցություններ գործել։ Այստեղ կարելի է նույնիսկ ավելի ընդհանուր ասել, անգամ Ռոբերտ Քոչարյանը կարծում եմ այլևս չի շարունակի։ Սերժ Սարգսյանին դե արդեն տեսանք, որ չի շարունակում այս ընտրությունների ժամանակ։ Հաջորդ ընտրություններին կարծում եմ մենք շատերին չենք ունենա եւ Ռոբերտ Քոչարյանից սկսած շատ-շատերին չենք ունենա։ Թե ինչ կլինի այնտեղ դրա փոխարեն դաշնակցությունը առանձին կմասնակցի, Լևոն Քոչարյանը կփորձի փոխարինել հորը, բայց ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյան կերպարը ինձ թվում է չի լինի։ Փոքր կուսակցություններից ոմանք իրոք կամ պետք է ինչ-որ վերադասավորվեն, վերակազմակերպվեն, բովանդակություն փոխեն, որպեսզի նորացված մասնակցեն, կամ այսպես համառորեն շարունակեն մասնակցել եւ ամեն անգամ պակաս քվեստ անալ, ինչպես կատարվում է ՀԱԿ-ի հետ։ Հասկանալի է, որ ՀԱԿ-ը դա անգամ ՀՀՇ-ն չի, հա, որ ժամանակին իշխանության է եղել։ ՀԱԿ-ը 8 թվականի Տեր-Պետրոսյանական ալիքի վրա ձևավորված ինչ-որ մի ժամանակավոր կառույց էր, այդ ՀԱԿ-ից, եթե հիշեք, ՀԱԿ-ը ուներ 18 անդամ։ Անդամ կազմակերպություն, ոչ թե Սխալվում եմ, Փաշինյանը ՀԱԿ-ով չի մտել խորհրդարան։ Միանշանակ ՀԱԿ-ով է մտել։ Այսինքն ՀԱԿ-ը ուն ժամանակին ուներ 18 անդամ կազմակերպություն, որոնցից որոշները բավական բազմանդամ էին։ Դա բաժանվել է Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ՀԱԿ-ի անդամներից ահռելի մեծ քանակ տեղափոխել է ՔՊ։ Ոչ մի անգամից։ Փուլ առ փուլ բոլորը պաշտոններ ստանալով ես շատ այսպես միջին օղակի պաշտոնյաներ եմ ճանաչում, որոնք երկար ժամանակ ՀԱԿ-ի անդամ էին, հետո տեսնում են ՀԱԿ-ի անհեռանկար լինել եւ Նիկոլ Փաշինյանից առաջարկ են ստանում ինչ որ միտեղ ինչ որ մի բաժնի պետ վարչության պետ լինել եւ այսպես հանգիստ տեղափոխվում են։ Եվ այս ՀԱԿ-ը ոնց որ մարելու է հավերժ եւ այսպես անհետանալու է մեր կողմից չնկատվելով, էլի, այսպիսի տպավորություն է ստեղծում այդ մոտեցմամբ։ Բայց գլխավոր խնդիրն այն է, որ այս դարաշրջանը պետք է փոխվի, հնարավոր չի այսպես շարունակել, հա, անձերի շուրջ ձևավորված կառույցները ոչ մի շանս չունեն, այսինքն բոլորը զբաղված են փողի անիմաստ վատնումով։ Հիմա ասենք օրինակի համար բոլորին դեմը կարելի է այս տեսակետից մի քիչ առանձին դիտարկել, որովհետև սա նոր տիպի կազմակերպության փորձ էր։ Բայց փորձ էր, ներողություն, այստեղ մի հատ հարց տամ ու էլի շարունակեք այդ ձեր միտքը։ Բոլորին դեմ եմ, ստացել է 1.47%, դա էլ բավականին քիչ է, բայց նոր 8 ամիս առաջ ստեղծված նախաձեռնության համար ես անգամ կուսակցություն չեմ ասում, գաղափարի։ Այստեղ ավելի շատ գաղափարին էին մարդիկ ձայն տալիս։ Այս գաղափարը կուսակցության ձևակերպմամբ, այսպես փաթեթավորմամբ, շարունակելու է իր գործողությունները, թե էշ։ Եթե հիշում ենք կենտրոնական հանձնաժողովը կարծեմ թույլ չի տվել այդպես, չէ, պետական մարմինը գրանցող թույլ չի տվել կարծեմ այդպես գրանցել, բայց սկզբից բոլորին դեմի անունը ինքնալուծարվող կուսակցություն էր։ Այսինքն կար որոշում, որ այս կուսակցությունը այս ընտրություններում իր առաքելությունը հաջողությամբ կամ անհաջողությամբ ավարտելուց հետո պետք է լուծարվի։ Գաղափարը գիտենք։ Ես հարցնում եմ, այդ գործողությունը, որ դուք ասում եք, արդեն հնացած է, հին այս գաղափարված կուսակցությունների տրամաբանությունով շարժվել առաջ, անդադ փակուղու առաջ են կանգնում։ Շարունակելու է աշխատել բոլորին դեմի ցուցակում էի, բայց իրենց անդամը չեմ եղել։ Ես ասենք, չէ, կարամ ասեմ ինչ որ տեղյակ եմ։ Ես տեղյակ եմ, որ այդ թիմի բազմաթիվ անդամներ ուզում են շարունակել քաղաքական գործունեությունը, այդ թվում միասին։ Հա, այդ միասին մի կառույցի մեջ։ Հիմա կամ բոլորին դեմը որպես կուսակցություն կարող է վերաճի նման կառույցի, իրավաբանական անձի պահպանմամբ կամ փոփոխմամբ կարևոր չի, հա, բայց այդ նույն ակումբը ոնց որ շարունակի գործել մի քիչ այլ անունով, մի քիչ այլ ձևաչափով, կամ կարող են այդ թիմի ինչ որ հատվածներ առանձնանան տեսականորեն եւ գործեն առանձին։ Կարող է հակառակ լինել, այդ թիմի շուրջ նոր հատվածներ միանան եւ այդ միավորման արդյունքում մի նոր ուժ ձևավորվի։ Գնալ տներով, չէ, դա վստահաբար չկա։ Այնտեղ ասենք կան, չգիտեմ, Սպարտակը, Գյուրեգյան, Արամը, Քոչարյան, սրանք որպես նոր գործիչներ։ Միքայելը Նահապետյան, որը Միքայելը ու Հովսեփից էր։
իրանք հին գործիչներ են, Այո. որոնք միացել են այստեղ եւ վստահաբար իրենք շարունակելու են, այդտեղ կասկածել չկա, որ Հովսեփը կամ Միքայելը պիտի շարունակեն, բայց Սպարտակն ու Արամը նոր գործիչներ են, բայց իրենք նույնքան վճռական են, գուցե ավելի վճռական են, որ պետքա քաղաքականությամբ զբաղվեն։ Այնտեղ էլի մարդիկ կան, իշխանը շատերը Խոսքով շարունակելու են վստահաբար շարունակվելու է եւ իրենք հիմա շատ կարեւոր խնդրի առաջ են, թե ինչպես շարունակել, որովհետեւ դրանից շատ բանը կախված լինելու է, էլի ձևաչափի ընտրությունից, թե ավելի շատ մարդ կմիանա, բնույթ ինչպես կլինի, հասարակությունը ինչպես դա կընկալի։ Ամփոփել այս հատվածը փոքր Գլխավոր ներողություն մի բան էլ ասեմ իրancs հետ, գլխավոր առանձնահատկությունն է, որ սա կլիենտալիստական կուսակցություն չի կարա դառնա։ Հաճախորդային, այսինքն մեկ մարդու շուրջ, մյուսների կողմից հավաքագրում, որտեղ նա հարուստ է, որտեղ նա նախկինում պաշտոնյա է, որտեղ նա այսպես քաղաքական հեռանկար ունի եւ կարելի է կծվել նրան եւ առաջ գնալ փողի համար, ապագա պաշտոնի համար եւ այլն։ Այստեղ դա չկա։ Սա ակումբային կուսակցություն է, որը բաց կուսակցության սկզբունքները արդեն առանց վախենալու կիրառել է եւ եթե վաղը շարունակի այդ նույն բաց կուսակցության սկզբունքները, դա կվերածվի քաղաքական հարթակի, որտեղ յուրաքանչյուրը տեսնելով իր գաղափարները կարա գնա մասնակցի սոցիալական լիֆտի դեր կատարի, հա, այսինքն կամաց աճի քաղաքական իմաստով, այս տեսակետից բոլորին դեմը ամենահեռանկարային կառույցն է, որտեղ ասենք Գուրգեն Սիմոնյանի մոտ կամ ուրիշների մոտ, Մարության Հայկի մոտ, բայց այդպիսի բան անել հնարավոր չի, հա։ Արման Թաթոյանի մոտ այդպիսի բան անել հնարավոր չի։ Արման Թաթոյանը անգամ ընտրությունների նախօրյակին, երբ որ իր գործընկերները առաջարկում են նախընտրությամբ ձևավորել իրենց ներքին ցուցակը, անգամ դա չընդունեց։ Հա, այս բոլոր կառույցներում դա հնարավոր չի, այդպիսի հեռանկար ունի մենակ բոլորին դեմ։ Շնորհակալ եմ, ժամանակը քիչ է, չեմ կարող ամփոփել։ Ամփոփելուց այսպես լավ ամփոփենք։ Ստացվում է, որ դուք ասում եք այն կուսակցությունները, որոնք չափազանց քիչ ձայն են ստացել 022, 018, 036, 008 հկն 008 նեղություն, չէ, 108 մի խոսքով, այդ կուսակցությունները կարծում եք այլևս չեն փորձելու մեծ ռեսուրսներ ներդրեցին ցածր ցուցանիշներ ստացան, որովհետև ոմանք պարզապես ամբիոնի համար էին եկել, որ օժանդակեն ինչ-որ մեծ ուժերին լինեն իրենց ամբիոնը։ Որոշները գուցե դեռ լինեն, եթե դա ձեռնտու է այն հիմնական ուժին, որի արբանյակը իրենք հանդիսանում են, հա, օրինակ Հանրապետություն կուսակցությունը բացառված չի հաջորդ ընտրություններին էլ կարողանա ինչ-որ մասնակցություն ունենալ։ Լևոն Շիրինյանը քիչ հավանական է, հա, Բաբաջանյանը չի։ Այսինքն տեսնում եք, որ կան կուսակցություններ, որոնք եթե կա նրան ոչ թե հանրության մեջ կա նրանց պահանջարկը, այլ իշխող ուժը նրանց կարիքը կունենա քարոզչական առումով։ Հասկանում է, այս զրոները դրա մասին են հասկանում, բնական է, երբ որ իշխող ուժը տեսնի, որ նրանք պիտանի չեն, կփակի նախագիծը։ Շնորհակալություն, մի 5 րոպե ընդամենը ժամանակ է մնացել, հետընտրականը կարծում եք, որ զարգացում կլինի այս։ Ես լուրջ վախենում եմ հետընտրական զարգացումներից այն դեպքի համար, եթե ուժեղ Հայաստանը եւ Ռոբերտ Քոչարյանը միասին բավականաչափ շատ ձայն հավաքեն, Նիկոլ Փաշինյանը համեմատելի լինի առաջինը, բայց իրենց հետ համեմատելի տարբերությամբ, փոքր տարբերությամբ, այդ դեպքում ես վախենում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, այն կուտակված բոլոր փաստերը օգտագործելով չեղարկել այդ բաները եւ այս ուժերը դիտարկեին, որ դա Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը կորցնելու բանն է, խոստովանություն է եւ իրենք փորձեին փողոցային գործողություններով տեր կանգնել իրենց այդ ձեռք բերածին, այսպես ասած, եւ այդ ժամանակ ուշ կիրառվել եւ սկսվեին ինչ որ բախումներ։ Ես դրանից վախենում եմ, բայց հիմա այս հրապարակված ցուցանիշներով եւ այս թույլ արձագանքներով, որ ընդդիմությունը տալիս է, ես կասկածում եմ, որ լինելու են ոչ թե այսպես լուրջ վտանգ ներկայացնող փողոցային գործողություններ կամ երկարատև այսպես ցույցեր, այլ լինելու է ուղղակի բողոքի ինչ որ դրսևորում, դժգոհության ինչ որ թույլ դրսևորում եւ դրանով գուցե սահմանափակվելու է։ Ինձ համար այստեղ նորից գալիս է մանդատների հարցը, որքանով են լուրջ նրանք քննարկում։ Կարծում եմ այդ հետընտրական բաները այս սրա հետ են կապված լինելու, այսինքն եթե դու ուզում ես գնաս հետընտրական զարգացման, ամենայն հավանականությամբ մանդատ դնելը դրան ոգևորող ազդեցություն կարող ունենա։ Հրաշալի է, բայց դա տալիս է համանդրական մեծամասնություն Փաշինյանին։ Եթե դու դա չես անում, ուրեմն դու չես ուզում այդ հետընտրական զարգացումները, որ հզոր լինեն, իշխանափոխության հանգեցնեն եւ այլն։ Եվ դա քաղաքացիները այդ
բանով կարող են այդ չափորոշիչով կարող են որոշել, թե ընդդիմությունը ինչ ծավալի բողոքի ակցիաներ է պատրաստում եւ ինչ նպատակներ է հետապնդում այդ ակցիաների ժամանակ։ Ես շատ շնորհակալ եմ ձեր ներկայացության համար, շնորհակալություն սիրելի բարեկամներ, հայկական ընտրություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչի հետ էի զրուցում Արմեն Աղայանի, մենք ամփոփում էինք ընտրությունների արդյունքները, համենայն դեպս նախնական այն արդյունքները, որը դեռ այս պահի դրությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացվել են։ Զրուցվարում էի ես Գայանե Արաքելյանս, բարին ընձեզ։